Հունիսի 25-ին միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանի համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում նոր գրասենյակ բացեց, ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի մարզում։ Նոր գրասենյակի բացմանը ներկային Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը եւ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ես եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ ուզում եմ շնորհավորեմ այս գրասենյակի բացման։ Սա ցույց է տալիս, որ մենք իրար համագործակցված բազմաթիվ արդյունավետ ծրագրեր ենք իրականացրել եւ բնականաբար շարունակելու ենք այդ ծրագրերը իրականացնել։ Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը ավելի խորանալու է եւ ավելի շատ ու ավելի արդյունավետ, ավելի մեծ ծրագրեր ենք իրականացնելու մեր մարզում եւ դրա համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հատկապես։ Շնորհակալություն եմ հայտնում հենց որ Սևան համայնքն որոշել բացել ձեր գրասենյակը։ Շնորհակալություն եմ հայտնում արդեն իսկ կատարված ծրագրերի համար եւ կատարվելիք ծրագրերի համար։ Մենք ավելի մոտ ենք արդեն նույն շենքում ենք գտնվում։ Շարունակենք միասին աշխատել։ Սևանի նոր գրասենյակը կընդլայնի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայությունը Գեղարքունիքի մարզում եւ կնպաստի համագործակցությունների զարգացմանը, աջակցելով պարենային ապահովությանը, դպրոցական սննդին, կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացմանը եւ բնակչության կենսապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությանը։ Մեր վերջին ուսումնասիրությունները փաստել են, որ ձմռան ամիսներին Պարենի անապահովությունը հասնում է 39%-ի։ Դա նշանակում է, որ տնտեսություններում պարենային ապահովության խնդիրներ կան։ Գեղարքունիքի մարզում մեծ ներուժ կա, եւ մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները եւ լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար։ Պարենի համաշխարհային ծրագիրն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ եւ ներգրավելով համայնքների անդամներին խթանում կայունությունը տարածաշրջանում, բացահայտելով եւ լուծելով մարզերում առկա մարտահրավերները։ Բոլորս գիտենք, որ Գեղարքունիքը սահմանամերձ մարզ է եւ խոցելիության մակարդակը բավականին բարձր է։ Այդ իսկ պատճառով գրասենյակն այստեղ ենք բացում, որպեսզի ապահովենք մեր ներկայությունը մարզում եւ փաստենք, որ պատրաստակամ ենք շարունակել մեր առաքելությունը համատեղ ծրագրերը այսօր եւ ապագայում կարեւոր ոլորտներում դիմակայելու համար։ Վերջին 3 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի նպատակը եղել է բարելավել պարենային ապահովությունը։ Մեր առաջին ծրագրերից մեկը եղել է դպրոցական սնունդ ծրագիրը, որը իհարկե հաջողությամբ արդեն հանձնվել է պետությանը։ Բայց մենք շարունակում ենք ներդրումներ անել եւ աշխատել դպրոցների եւ համայնքների, երեխաների ծնողների հետ բարելավելու նրանց տեղեկացվածությունը ճիշտ սնվելու վարվելաձև ձևավորելու հարցում։ Ինչպես նաեւ դպրոցներում հիմնադրվել են այգիներ, ջերմոցներ, որոնց նպատակն է երեխաներին սովորեցնել ժամանակակից գյուղատնտեսության վարման մեթոդների մասին, ինչի մեջ մտնում է շրջանաձև տնտեսությունը։ Մեծածավալ ներդրումներ են անում սահմանամերձ համայնքներում ապահովելու կամ նպաստելու պարենային ապահովության մակարդակի բարձրացմանը։ Մասնավորապես մեծ ներդրումներ են կատարում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ուղղությամբ, որպեսզի մարդկանց համար հասանելի լինի մատչելի ջրային ռեսուրսների օգտագործումը իրենց տնտեսություններում։ Մեր հումանիտար աջակցությունների բաղադրիչներից են նաև պարենային քարտերը, սննդային արկղերի տեսքով, որոնք տրամադրվել են խոցելի խմբերին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Նպատակը բարելավել այդ ընտանիքների սոցիալական վիճակը, ապահովելով ավելի սննդարար մթերքով։ Մյուս բաղադրիչով մենք աջակցում ենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, որի արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր։ Այսօր մենք այցելենք նաեւ մեր հերթական ծրագրերից մեկով իրականացվող բիոբրեկետի մատչելի վառելանյութի արտադրամաս, որը հասանելի է լինելու խոցելի խմբերին։ Պարենի համաշխարհային ծրագիրը կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր, օգնելով ոռոգման համակարգերով եւ կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր։ Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում գործում է 2010 թվականից, ազգային, ինչպես նաեւ Կապանի, Վանաձորի, իսկ այսօր արդեն Սևանի մարզային գրասենյակների միջոցով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար, Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Տիկին Աննա Սկաուին նույն օրն ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես համայնքների կայուն զարգացման
սննդի ապահովման եւ սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։ Մարզպետը Տիկին Սկաուին հանձնել է շնորհակալագիր Գեղարքունիքի մարզում ծավալած ակտիվ գործունեության, արդյունավետ գործընկերային հարաբերությունների եւ կարեւոր ծրագրերի իրագործման համար։ Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նաննա Սկաուին անձնական նվիրվածության, պատրաստակամության եւ համագործակցության ոգու համար։ Քննարկման ավարտին Կարեն Սարգսյանը Նաննա Սկաուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ, ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է պահպանել կառուցողական համագործակցությունը եւ աջակցել Պարենի համաշխարհային ծրագրի թիմի կողմից նախաձեռնված բոլոր ընթացիկ եւ ապագա ծրագրերին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։